Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր սիրով հյուրընկալել եմ Տիգրան Մեծ գնդի հիմնադիր հրամանատար, Արամաստ ջոկատի հրամանատար, Տիգրան Մեծ վարժարանի հիմնադիր, Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանին։ Նա եկել է, որպեսզի բացի փակագծերը։ Մնացեք մեզ հետ։ Թուրքը ոտ դրեց, Հայաստան պետք է մեռնի։ Ալիևի Բերյանի լեզուն ով պետք է կտրի։ Մենք իմ տեսակը, մեր տեսակը, ամսի 7-ին խփենք Ալիևի մռութը ջարդենք։ Այս եմ ուզում ասեմ ես։ Ձեզ փորձեցին խանգարել, որպեսզի այդ զինվոր սահմանապահները չտեղակայվեն սահմանին։ Այս զորահանդեսը որ տեղի ունեցավ, ես կրկնակի, եռակի, քառակի անգամ համոզվեցի, որ իմ ռոբոտները հզոր են։ Այն ադրբեջանցին, որ աղջկան մոր աշկի առաջ բռնաբարեցին, հետո սպանեցին երկսինը չտեսակետի, նսեմացված եմ զգում ինձ, երբ որ իմ ղեկավարը չի չափալախում իրան այդ խոսքերի վրա։ Ով պետք է չափալախի։ Մեր ղեկավարը, Եթե չի չափալախում, ով պետք է չափալախի։ Ուրեմն պետք է մենք չափալախենք։ Կարող ենք։ Միանշանակ կարող ենք, Գրիգ ջան, էսի չես խոսում։ Խփենք Էրդողանի մռութը ջարդենք, թույլ չտանք Հայաստանը թրքանա։ Այսքան բան կարամ ասեմ, ժողովուրդ ջան ձեզի։ Ակցրեց էլի այդ իրանց 300,000-ի մուտքը դեպի Հայաստան։ Վախենում եմ բերանը սպասեմ, թե ինչ է սպասվում։ Ալիևին իր տեղը ցույց տալու ենք։ Ալիևի հերն ենք անցելու, ոչ թե տեղն ենք ցույց տալու, էլի ախալ։ Դու Ալիևին էլ, Ալիևի կնգանն էլ, Ալիև պահողին էլ, Ալիևի հետ ախբերություն անողին էլ։ Այս էս կարամ ասեմ ուղղակի։ Ի վիճակի ենք ու կարող ենք։ Դե Էրդողանն էլ հետը։ Բարև ձեզ գնդապետ ջան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հոգաչափ շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք։ Վստահ եմ խոսելու ենք շատ կարևորի մասին, մեր հայի ինքնության, մեր զինվորի, Հայաստանի սուրբ սահմանները պահող մեր զինվորների մասին եւ մեր ժողովրդի հուզող կարևոր հարցերի մասին։ Փորձենք Գրիգ ջան։ Գնդապետ ջան, ես հաճախ եմ հետևում մեր թշնամի երկրի բռնապետի հայտարարությունները հայերի ու Հայաստանի վերաբերյալ, վերջերս վերստին ելույթ ունեցավ, ինչպես դուք մի հաղորդումներից մեկում ասացիք վախկոտը, խոսքը Աբշերոնյան բռնակալ բռնապետ Ալիևի մասին է եւ վերստին մեզ վիրավորեց։ Վիրավորանքների շարք, շարան, անգամ ասեց, որ այդ ժողովուրդը հոգեբուժների, հոգեբանների կարիք ունի։ Հիվանդ է ժողովուրդը, պետք է լուրջ ուսումնասիրման ենթարկվի։ Գնդապետ ջան, մենք խոսում ենք բարձր արժեքներից, խոսում ենք հայի անհատականության եւ վեհ ու վսեմ արժեքների մասին, այնինչ այսօր պարտվածի կարգավիճակում ենք միթե, որ Ալիևը նման վիրավորանքների տարափ է հեղում, միթե մենք արժանի էինք սրան, շատ լավ գիտեմ, որ արժանի չենք, ամեն դեպքում այս փաստը ինչով կբացատրեք։ Ուրեմն հարցը շատ տեղին է, Գրիգ ջան, բայց պատասխանը շատերին դուր չի գա։ Հիմա արդեն մեր մոտ շատերին դուր չի գա պատասխանը։ Հայերի մասին է խոսքը։ Այո, ինչից ելնելով Ալիևը մեզ հիվանդի տեղ դրել։ Ինչի համար է այդպես ասում։ Որտեվ պատասխան չի ստանում։ Հիմա ինձնից ինքը որ պատասխանը ստանա, իհարկե կստանա էսա քիչ հետո։ Սակայն ամենակարևոր ատյաներից որ պատասխան չի ստանում, ինքը sense կոպիտ ասած հաբրգում է։ Իսկ ամենակարևոր ատյաներն որ չեն պատասխանում, դա արդեն բերում են դրան, որ Ալիևը ճիշտ է դուրս գալիս։ Հասկանում եք ինչու՞մն է։ Բայց հիմա որ իմ տեսակը պատասխանի այդ հարցին իմ հոգեբանության մեջ, հաստատ մի հատ մեծ հարցակում կլինի իմ վրա, ուրեմն դու պատերազմ ես ուզում, դու ես ուզում, այն ես ուզում։ Հասկանում ես, այսօր մեզ մասնատել են։ Մեր գաղափարախոսությունն է մասնատված։ Այսօր մեր արժեքներն է մասնատված, վաճառված, բայց ինչ պետք է ասի Ալիևը ուրիշ։ Ասեք հասկանամ մի հատ։ Սակայն ինչ վերաբերում է իմ պատասխանը մեկն է իրան։ Իրան իրապես հոգեկաների հետ այնպես բուժման կենթարկենք, որ ասելու չի։ Դա մենք ի վիճակի ենք։ Ինչպես։ Ինչպես։ Ուրեմն
Նախ առաջին հերթին մենք պետքա մտածենք բոլորս միասին, մի ձևով։ 90-ական թվականներին, երբ որ մենք միասնական ձևով ոտքի հելանք 80-ական թվականներին, մենք այն ժամանակ էլ ավելի շատ վատ վիճակի մեջ ենք եղել, քան թե հիմա։ Այն ժամանակ մենք բանակ չենք ունեցել։ Այն ժամանակ մենք զենք չենք ունեցել, զինամթերք չենք ունեցել։ Բայց մենք կարողացանք հաղթենք Ադրբեջանի բանակին։ Կարողացանք հաղթենք իր իսկ զենքով, իր զենքերը վերցնելով հաղթեցինք։ Ճիշտ է, այն ժամանակվա պատերազմը ուրիշ էր, հիմիկվա պատերազմը ուրիշ է։ Գնալով ոնց որ զարգանում է դարը, էլի, բայց ես չեմ խոսում, որ պատերազմով մենք կարողանանք իրան լռեցնենք։ Մենք պետք է ճիշտ դիվանագիտությամբ իրանց լռեցնենք։ Եթե հիմա պատերազմի անուն տամ, ասենք գնանք պատերազմ անենք, հետ բերենք մեր կորուստները, մեր հողերը, ինձ կդարձնեն ֆաշիստ։ Հենց մեր Հայաստանում հայկական տիրույթում ինձ ֆաշիստ կսարքեն։ Այդ մտածելակերպը ինչպես ներդրվեց մեր մեջ։ Դավաճանությամբ, միայն ու միայն վախկոտությամբ, ուրիշ ոչ մի ձև։ Կարելի է ասել, պարոն Ղոմաշյանը, որ այս պարտությունը մեր դավաճանության հետևանք էր։ Ես միանշանակ, ասենք, ես միշտ ասել եմ մի բան, որ մեր զինվորը չի պարտվել, մեր զինվորը թող ճիշտ գիտակցեն իմ բառերը եւ հակա ձևի ուզում են իրանց ուղեղը շուրջ տան, հասկանան ինչ եմ ասում։ Մեր զինվորը չպարտվեց, մեր զինվորը դիրքում մնաց, թեկուզ զոհված, բայց դիրքում մնաց, չնահանջեց, այդ դիրքը չտվեց թշնամուն, թշնամուն չի գրավել մեր դիրքերը։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում ես, այս տարբերությունը պետք է գիտակցեն իրանք, որ չի պարտվել իմ զինվորը, մեր բանակը չի պարտվել, մեզ պարտության մատնեցին, այդպես եղավ, մեկը այն դիրքերը, որտեղ որ ես եմ պահել, մենք մինչև, ասենք, ոչ զինամթերք էր մեզ ուղարկվում, ոչ ծնունդ էր ուղարկվում, ոչ ջուր էր ուղարկվում, օրերով, շաբաթներով, մեր զինվորը ծարավ է եղել, սոված է եղել, բայց պահել է դիրքը, այդպես է, դա իրականությունն է, հասկանում եք։ Այնինչ կանգնեցինք ցավալի կորստաբեր հետևանքների առջև։ Ինչպես պետք է պատասխանել Ալիևին։ Եթե խոսքը մնա ինձ, ինչ որ իմ գաղափարախոսության մեջ պատասխանա տալուն, իրան պետք է ասենք խելոք նստի տեղը, քանի մռուցը չեն ջարդել։ Սակայն ինչ վերաբերվում է ներկայիս իրավիճակին, որ նայում ենք, թե ինչ է կատարվում, մեր ներսում հենց, հասկանում եք, Ալիևին ոչ մի ձևի պատասխան չենք կարողանա տանք։ Չենք կարողանա տանք նրա համար, որովհետև մեր պատասխանները ոչինչ են, արժեք չեն ունենա ոչ մի ձևի, սակայն այն պատասխանները, որ պետքա տրվի բարձրագույն ատյանների կողմից էլ զրոյական են եւ իրանք չլսելու են տալիս այդպեսի բաները։ Եվ դրանով կոտրվում է մեր ժողովրդի դուխը, մեր բանակի դուխն է կոտրվում դրանով։ Գնդապետ ջան, Էլչիբեից սկսած այդ քոչվոր ցեղակույտը վախենում էր մեր արիությունից։ Անկամ Հեյդարն էր վախենում ու իր քաղաքականության մեջ բավականին զգույշ էր վարվում։ Այնինչ Ալիևը աչ ու ձախ Ախր հիմա էլ են իրանք վախենում մեզանից։ Ալիևը վախենում է։ Իրանք վախկոտ, բան ինչ են անում, իրանք վախկոտ են ախր։ Վախից է պահում այդպես։ Ով չի շփվել դրանց հետ, հենց բնագծում ով չի շփվել, չի տեսել դրանց վախը, չեն պատկերացնում, թե ես ինչ եմ ասում, նրանք հիմա էլ են վախկոտ։ Հարկավոր է մի հատ լավ գոռալ իրանց վրա, ու կտենաք, որ ամեն ինչ կընկնի տեղը, բայց այդ բանը չկա ախր, ով որ պետք է գոռա մեր բոլորի անունից, չի գոռում, ինքն ասում Ալիևը ճիշտ է ասում, կամ էլ չլսալու է տալիս հեսա մեջ, ցավը մեր դրա մեջ է ամի։ Դա ինչով է պայմանավորված վախով, անզորությամբ, հարկադրված։ Գրիգ ջան, տրվել է մեզ բոլորիս էս մի կյանք, բոլորս մի կյանք ենք ապրելու։ Այն տղերքը, որ զոհվեցին, նրանք էլ էին ապրել ուզում ախր։ Գնդապետ ջան, ինչպես է ստացվում, որ այդ տղերքը, որոնք ռազմի դաշտում էին, իրանց կյանքը մի կողմ դրած,
ամեն ինչ անում էին եւ իրանց համար որևէ բան չկար կարեւոր։ Ես հենց հիմա այդ եմ ուզում ասեմ։ Զինակից ընկերները 90-ականներին ինչպես էին անում։ Այդ մարտականությունը ինչպես պետք է վերականգնենք։ Ջան, հենց այդ եմ ասում։ Այն տղերքը, որ զոհվեցին, իրանք էլ էին ախր ուզում ապրեին։ Այսօր ես տեսա մի հատ հաղորդում, ինչ որ մեկը տղաներից ասեց 5000 հոգի զոհվել է ու կարճվեց այդ բառից, թե ով է 5000-ի անուն տվել, քեզ ով ասել 5000 ու շուռա տալիս խոսակցությունը, անպատվում այս կռվող տողում բան։ Ես ասում եմ, ոչ թե 5000-ը զոհվել, 20000-ը զոհվել։ Այդ ամեն մի զոհը 2-3 երեխա պետք է ունենար, 4 երեխա պետք է ունենար, սերունդ է սպանվել այնտեղ։ Այո։ Հասկանում եք, մենք այդ մասին չենք մտածում, թե ինչքան մեծ ահռելի սերունդ սպանեց, որոնք ժառանգներ չունեցան, որոնք պետք է ամուսնանային, ընտանիք կազմեին եւ այլ, այդ մասին չեն մտածում, բայց թվերի մեջ կային իրար հետ վիճաբանում են, թե 5000 չի եղել, 4000 այսքանն է եղել, պլյուս մինուս 50 է եղել, անշնորհք խոսակցություններ են անում այդպես մեր տղերքի վրա։ Այդպես չի կարելի։ Այս սրանով է կոտրվում ու սրանով է Ալիևի Բերանը լեզու դրվում, հասկանում եք։ Ալիևի Բերանի լեզուն ով պետք է կտրի։ Մենք։ Իմ տեսակը։ Մեր տեսակը։ Մենք քիչ չենք, չէ՞։ Ձեր տեսակը քիչ չէ։ Մենք քիչ չենք, ո՞նց ենք քիչ, այ քեզ բան։ Ինչու են մեզ անդադար վախեցնում։ Մենք պարտված ենք, մենք թույլ ենք, մենք վախկոտ ենք, մենք չենք կարող որովհետև մենք չենք պարտվել։ Իմ տեսակը չի պարտվել։ Ժողովրդին սարքել են Ժողովուրդը չի պարտվել։ Ոնց կարող է տես բանել։ Բան չեն այդքան պարտվողն է պարտությունից խոսում այսօր մենակ։ Մեզ դրել են անկարողնակի տեղ։ Մենք ամեն ինչ ընդունակ օգտվում է վիրավորում, ցույց տալիս մեր զինվորներին ու գերիներին ծաղրող տեսանյութեր է հանում։ Այո։ Վերջերս մի գերի է հյուրընկալել, ասում է ռեժիմով մեզ ծեծում էին, նվաստացնում էին ու ասում էին արտնացի ու ասա Ղարաբաղը Ադրբեջանն է։ Այո, գիտեմ ինչ դաժան օրեր են քաշում մեր տղաները այնտեղ եւ նրանք ովքեր որ այնտեղ են եղել հիմա Հայաստանում են թե ինչ դաժան օրեր են քաշել եւ գիտես ինչ կա Գրիգ ջան մենք պետքա կարողանանք վերադառնանք 80-ական թվականների հոգեբանությանը միասնություն ստեղծենք մենք միասնական չլինենք մեզ կծաղրենել կհալածենել եւ ոչ թե միայն ջերմուկի դիրքերում կնստեն իրանք, այս շուտով կնստեն Գորիսի ճանապարհի վրա իշխանասարից կիջնեն։ Դրա փաստերն արդեն երևում են։ Ամեն ինչ դրան է տարվում։ Ամեն ինչ տարվում է դրան, ես ուրիշ ձև չեմ կարող մտածել։ Ոնց։ Ալիևին լուրջ չենք վերաբերվում, բայց ինչ ասում մենք խոսում ենք, այսօր խոսում ենք միայն զիջումներից, զիջենք, որ մեզ բան չասեն, զիջենք, որ պատերազմ չլինի, զիջենք, որ սոված չմնանք, զիջենք, որ ասել զիջեցինք։ Իրանցումը արվեց այդ սահմանազատման ձևով զիջուն էր, ինքը ինչ զիջեց։ Բաղանիսի հողերը, որտեղ առնվազն 1000 հեկտարից ավել գյուղացիները հող ունեն, որ պիտի մշակեն, մի հատ կարում են իրանց ոտքը դնեն, այդ լճի այն կողմը կարան ոտ տնեն, ինչ որ իրանց հողերը մշակեն։ Մի մետր տրվել է, չի տրվել ոչ մի բան իրանց կողմից։ Իրանք մենակ ուզում են, մենք էլ տալիս ենք ախր հասկանում եք ինչ մնաբանան։ Ու դեռ խոսում ենք տալու մասին։ Չենք խոսում, որ իրանք էլ պետք է տան փոխանակում արվի կամ էլ փոխանակման մասին թող։ Անդադար է մեր Հայաստանի սահմանների քարտեզը սեղմվում, փոքրանում, կրճատվում։ Օրերս էլ մենք այսօր սարսափելի վիճակի մեջ ենք։ Գիտեք ինչ կա, ես չեմ կարող ուրիշ կերպ ներկայացնեմ մեր իրավիճակը։ Այսօր ինձ արգելում են ինձնով խոսամ, ինձ փորձում են ավելի շուտ արգելեն, որ ես չխոսեմ Մասի Սարից, որ ես չխոսեմ իմ նախնիներից, որ ես չխոսեմ Արևմտյան Հայաստանից։ Արևմտյան Հայաստանը ասում ենք Արևելյան Հայաստանի անուն չենք տալիս, ասում ենք Հայաստան, չենք ասում։ Սա չէ որ Արևելյան Հայաստանա, չէ, այլ Արևմտյան Հայաստանա, բախի չենք ասում Արևելյան Հայաստան, որ ասենք դա չկա, կա Հայաստան ընդամենը, ասենց վերցնենք ամբողջը։ Այսօր չենք խոսում Արցախից, չի կարելի է դրա անունը տալ։ Դրանք ամբողջը դարձել է դավաճանություն, ով էսի բանի անունը։ Սա ինչ է, պարոն Ոմաշյան, սա ինչ է։ Ես էլի եմ ասում, սա վախկոտության նշան է ընդհանրապես։ Միթե մեզ կարողանալու ենք ներել։ Ես մի բան գիտեմ, որ եթե ով որ այսօր ասում է, որ կամ լնայեք արցախցի, հայաստանցի, ինչ պայքար է դու հենց հիմա։
Ինչ օրեն են գնում արցախցիները մեր։ Խի նրանք հայ չեն։ Խի Արցախցու պես տեսակ կա հայի, լասեք տենամ։ Ես այդքան ժամանակ եղել եմ Արցախում, ես շփվել եմ այդ մարդկանց հետ, ես ապրել եմ իրանց հետ։ Էս ինչ եք անում դուք։ Լասե ով որ չի իմանում Արցախցին ինչ է Իրանից ներկայացնում, նրանք ելեր են այսօր հազար բաներ են ասում Արցախցու հասցեին։ Եվ նույնիսկ գրում են Արցախի էջը փակ է հիմնադակ, դե ձեզ համար է փակ։ Այդ դուք կարաք փակեք այդ։ Մտածում են, որ Արցախի հարցը փակ է։ Այլի, ով, ես։ Չէ, ասում եմ մտածում են, որ Արցախի հարցը փակ է։ Այ քեզ բան չեն հայտարարում են, ոչ թե մտածում են։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Հայտարարություն է արվում դրա մասին։ Նույն բանը հայտարարում է Ալիևը։ Եվ Արցախը երբ է եղել հայկական, ասվեց այս վերջերս նույնիսկ այդ բանն ասվեց։ Ես չեմ հասկանում, ես ինչ եք ուզում դրանով ասեք։ Ու ծափ տվողներ կան, հասկանում եք այս խոսքերին։ Ցավն է սա, որ ծափ ենք տալիս մենք։ Բալիևը ինչ եք ուզում էլ ախսի դրանից խավել։ Այո, այս ժողովուրդը հիվանդ է, պետք է բուժվի։ Ես էլ եմ համաձայն դրան։ Ես էլ իմ տեսակետով եմ համաձայն դրան։ Բայց եթե ինչ որ մեկը ծափ է տալիս, որ ասում են Արցախի հարցը փակ է, դա հիվանդ չի։ Հիվանդ է, չէ։ Հետո կխոսենք Մոնթե, Նժդե, հերոս տղերքի մասին։ Իրանք իրավունք չունեն այս հերոս տղերքի անունը տալու։ Իմ հերոս ընկերը Ռուստամը զոհվեց իր որդու հետ։ Հասկանում եք, այսօր մինչև մի այդ վերջի պահը, որ մենք իրարից այդ իրիկունը հրաժեշտ տվենք, որ պետք է առավոտյան միանայինք ու նույն ֆրոնտով կռվենք, մենք այնպես փաթաթվեցինք իրար, չգիտեմ, ոնց որ երկսի սիրտն էլ վկայում էր, որ էլ չենք տերա իրար։ Հասկանում եք ինչ կա, եւ ինքը զոհվեց իր որդու հետ։ Ու այսօր մոռանամ թեխի եկավ Ռուստաման դե որ զոհվավ։ Քանի որ Արցախում զոհվեց, Արցախում։ Պարզում է կարող է առաջել էր Արցախի հարցը փակ։ Առաջ ես չէի ասի, որ առաջ փակ է եղել Արցախի հարցը։ Քաղաքական դաշտը թե ինչի է տանում, ես չգիտեմ։ Այդ մասում նկատի ունեի։ Հա, քաղաքական դաշտը թե ինչի է տանում, գերտերությունների շահերը թե որտեղ են բախվելու, հա, դա թո ինչ չհետարքրի, իմ տեսակին չհետարքրի։ Ինձ պետք է որ մեր հայկական շահը, որի շահի հետ պետք է բախվի։ Ալիևը էլ ինչ անի։ Ամբողջ Հայաստանի սուվերեն տարածքը ներկայացնում է Արևմտյան Ադրբեջան։ Ահա։ Դե Ու մենք խոսում ենք Գնդաբեջան խաղաղությունից։ Ահա։ Եթե մեկը կոնկրետ նկարտումներ ունի։ Խաղաղություն չի, Գրիգ ջան, ինչ խաղաղություն։ Բա ինչ է սա։ Սա ինչ խաղաղություն է։ Եթե հենց այդ խաղաղություն ուզող երկրի ղեկավարը ասում է սա մեր Արևմտյան Ադրբեջանն է, Զանգեզուրը մերն է, Սևանա լիճը մերն է, Երևանը, Երևանը, այդպես արտահայտությունները կանի։ Եվ ելի եմ ասում, մեր կողմից ոչ մի հակադարձում չի եթում դրան։ Ընդհակառակը, ես վերջերս երկու հոգու խոսակցություն եմ լսում, որ ասում են, այո, պետք է ադրբեջանցիները գան ստեղ առևտուր ունեն, մենք գնանք Ադրբեջան առևտուր ունենք, իրանք պետք է ստեղ ապրեն, մենք ընդե ապրենք, այսպես բաներ ասում։ Բայց եթե ադրբեջանցիներին ուզում եք բերեք Հայաստան, այդ 300,000-ի անուն եք տալիս, նախ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ 80-ական թվականներին խորհրդային միությունը փլուզվեց, Հայաստանից արտագաղթ է արվել 158,000 ադրբեջանցի։ Մնացել է Հայաստանում մոտ 8,000 ապրողներ, չեն գնացել։ Եթե այդ ժամանակ այսօր այդ ինչ 300,000-ից եք խոսում դուք։ Հավանաբար նապաստակների պրինցիպով են, հա։ Ես շատ գիտեմ, շատ հնարավոր է, բայց այդ 300,000-ը մեկը հերքում է, իր հերքելուց հետո իր հենց ընկերը ղեկավարների մասին է խոսքս։ Ասում է, չէ, պետքա ներգաղթ կատարվի Հայաստան, պետք է գան իրանք, ապրեն ստեղ, արարեն ստեղ, ով գա ադրբեջանցին գա ստեղ ապրի, այն ադրբեջանցին, որ հորն ու որդուն դրոշը փաթեցին վրան գնդակը արեցին, չտեսակ դուք էդի։ Այն ադրբեջանցին, որ աղջկան մոր աշկի առաջ բռնաբարեցին, հետո սպանեցին երկսին է չտեսակ էդի, ընդամենը էդ էլես վերջերս է։ Այն ադրբեջանցին, որ հերոս դառավ, որի համար կացնահարել է հայ սպայի Գուրգեն Մարգարյանին, այսօր մի հատ շատ լավ բան եմ լսել, ես իրանց ցավը տանեմ, ոնց կարամ ասեմ, չէ, ուրեմն հակասաֆարովական ծրագիր է գործում ասում։ Հակասաֆարովական ծրագիր է գործում, այնպես քեֆս բերես, որ լսացի, էդի չեք պատկերացնում, որ ոչ մի ադրբեջանցի այդ ծրագրով պետքա չգա Հայաստանում չավրի։
Այս բաներից էլ եք խոսացեք ժողովուրդ ջան։ Հասկանում եք, չեմ ուզում քաղաքականացնենք մեր այս հաղորդումը ոչ մի ձևի, բայց լավին լավ պետք է ասենք, վատին վատ, մենք գործ չունենք այդ։ Այո, մենք խոսում ենք լավին լավ պետք է ասենք, վատին վատ։ Հայրենասիրության մասին Սաֆարովական ծրագիրը, որ խոսք եղավ այդ մասին, չէ՞։ Ես որ լսեցի, մասերս բիզբիզ կայնավ, անկեղծ եմ ասում եմ, վերջապես մեկը հագցրեց էլի այդ իրանց 300,000-ի մուտքը դեպի Հայաստան։ Բա պետք է տենց լինի։ Գրիգ ջան, չի կարող ուրիշ ձև լինի։ Վերջապես մարդ ենք, ապրել ենք, սիրել ենք այս հողու ջուրը, այս հողու ջրի համար գնացել կռիվ ենք արել, զոհվել ենք, վիրավորվել ենք, դու ես շատ գիտեմ արունա թափվել։ Այսօր խիեք ուրանում դուք այդ ամեն ինչն ասեք տենամուլա։ Դու ով ես որ ուրանաս իմ անցած ճանապարհը, իմ ընկերների անցած ճանապարհը։ Մի հատ այս հարցից պատասխանը տվեք մի հատ էլի։ Ինչի համար։ Խիենես չես անում որ թակավորի տեղ դնեմ էլի քեզի։ Վայ, եւ մի հատ Ադրբեջանի մասին վատ բան չխոսաս, Ադրբեջանցու մասին վատ բան չխոսաս։ Էն էլա, այն սարդինա, այն ծառինա կամ այս այ դու կկու, հիմար կկու։ Քանի փոքրիկ ձակ ունես դու, հա։ Հիմի վերջի ձակնա մնացի, արեք խելքի գանք պահենք այդ վերջի ձակին, էդ էլ տենանք ինչա գլնի, հետո կամաց քայլար քայլ ուժեղանանք դրանց հերանից ենք այդ ծավ։ Մենք ի վիճակի ենք ուժեղանալու ախր։ Այդ ես եմ ասում։ Ես գիտեմ թե ոնց կարանք ուժեղանանք ախր։ Ու մենք ի վիճակի ենք այդ ամեն ինչը շտկենք։ Դու թե Նախիջևանն է, թե Արցախն է, ես չեմ ասում այդ կռվով չէ, իրանք վախենան մեզ։ Բայց Ադրբեջանը եթե իրանք ապրող են, եթե իրանք գալով են ստե ապրելու, բայց հետո Արցախում ապրին, ռեշենանում մտնին Արցախ, գիտեմ որ մի օր մռութներ ջարդելու ենք լարենք նորից ընդեից։ Էլ մնաս կան Հայաստան ապրին։ Այդ ինչ որտեղ էդի քաղաքականությունն էլա մեզ վախցնելու, ենթարկեցնելու համար։ Որքան կարելի է։ Բայց ով է անում այդ, ես եմ անում։ Չէ, ուզում ասեմ համատեղ է արվում։ Որքան է շարունակվում։ Այսօր թուրքացման process է հետո մեր մոտ, քիչ չեք զգում ինչա կատարվում։ Թուրքացման process է հետո մեր, բայց եթե թուրքացման process չի, լասեք տենան։ Լսեք, մեր պատմությունը աղավաղված է, մեր գրգիր գրականությունն աղավաղված, մեզրով Մաշտոցը սխալա դուրս գալիս, նույնիսկ հասկանում եք ինչեր են խոսում, ախր ես զարմանում եմ, ինչքան կարելի ասես բաներին հանդուրժել, էլի։ Ինչի համար, բանակ չի ասում են, մեր բանակը, ես չեմ գիտե, ինչի համար է, բանակը։ Ժամանակին հայտարարում էին, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն էր։ Այո, ընդամենը 18-19 թվերին մարտունակ բանակ էր, 20 թվից հետո մենք բանակ չենք ունեցել, հա, կռվից հետո։ Այդ բանակը մարտունակ չէր 20 թվականին, ոչ, մարտունակ էր։ Չթողեցին բանակը կռվի։ Ես սենց եմ ասում։ Հիմա, եթե ես վերցրել եմ հիմա Հադրուտի ֆրոնտում, մի հատ երևույթ եղավ, հարձակվեց թուրքը, այդ լինիան, եթե ես թողնեի, մեղավորը ես էի, հրամանատարը պատասխանատուն այդ լինիայի ես էի։ Ես չէի կարա մեր գումարտակի հրամանատարին մեղադրեի, ասեի դու ես մեղավոր, որ ես այս լինիան իմ տղաների հետ չպահեցի։ Ուրեմն ես պետք է սխալ գործողություն անեի, որ չկարանայի պահեի։ Պահեցինք մենք այդ լինիան։ Հասկանում եք, նույնը համեմատականը բերենք ընդհանուր ֆրոնտի վրա, ու համեմատականը բերենք պատերազմական իրողության վրա։ Ամեն մեկը իր փայով պատասխանատու է, չէ՞, ամեն ինչի։ Մինչև հասնում ես վերև։ Հիմա վերևը թույլ է պատասխանը տա խի եղավ սենց, խի պարտվեց։ Բանակը չի պարտվել։ Ախր չի պարտվել բանակը։ Բանակին հրահանգա տրվել, հետ քաշվելու, հետա քաշվել ինքը, վերջ։ Այդպես է եղել։ Ես այն ժամանակվա պաշտպանության նախարարին ու պատահական ստացվավ այնց, որ հրավիրեց իմ ընկերը իր մոտ ինչ է համագումար էր, ինչ էր, այդպես բան էին հրավիրել, գնացի այնտեղ, իմացա, որ ինքն է գալու, գնացի հարց տվեցի, ասի դուք եք, չէ, պաշտպանության նախարարը։ Լախի հրաման տվեցիք զորքերը հետ քաշեցիք, հատկապես այնտեղից, որտեղ որ լեռներում իրանց բերանը պետք է ջարդեինք մենք։ Ինձ հրաման են տվել, ես էլ արել եմ։ Ասի, բայց չես ուզում, որ քո արած հրամանը դավաճանական հրաման էր։ Այդ հրամանը կարելի էր չկատարել։ Եւ հենց այդ հրամանի հիման վրա կամ ինչի պետք է հրամանը տրվել, եթե հունի, ինչը նոյեմբերի 9-ին, եթե ստորագրվել է, այդ ստորագրության մեջ ասված է, զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ որ կանգնած են։ Այնինչ։
բախի այդպես չեղավ, հետո մեր զորքերը հետ քաշվեցին։ Ես էլ մի հատ հարցից պատասխանը տվեք ինձ։ Խի հետ քաշվեցին, խի մեզ բերեցիք, անեցիք, այսօրվա օրը հասցրեցիք, ասեք տենամ։ Ու այսօր մեղադրում են այն մարդկանց, ովքեր այդ հրամանները կատարել են, լավ են անում։ Գնդապետ ջան, եկեք խոսենք կարևորի մասին։ Դուք ամենօրյա ռեժիմով զբաղված եք հայրենապաշտպանության կարևոր գործով։ Գործ, որը ձեր մեջ ներդրված է որպես հայրենասեր, որպես զինվորական։ Ամեն ինչ անում եք Հայաստանի սահմանները պինդ պահելու, զինվորի կողքը լինելու եւ սահմանները վերազինելու հարցում։ Խոսքս վերաբերում է ձեր պատրաստած ռոբոտ սահմանապահներին եւ ոչ միայն։ Ուզում եմ հասկանալ հիմա ինչ ընթացքի մեջ է։ Եթե կարելի է բացեք փակագծերը, որովհետեւ ժամանակին որոշակի խոչընդոտներ եղա եւ ձեզ փորձեցին խանգարել, որպեսզի այդ զինվոր սահմանապահները չտեղակայվեն սահմանին։ Ուրեմն ասեմ, Գրիգ ջան, այս զորահանդեսը, որ տեղի ունեցավ, ես կրկնակի, եռակի, քառակի անգամ համոզվեցի, որ իմ ռոբոտները հզոր են։ Ասեմ։ Այո, նրանք պետք է չցուցադրվեին, որովհետև բոլոր տեսակի փորձակնություններն անցնելուց հետո ֆինանսավորում չեղավ արտադրություն անելու։ Դա էլ ասեմ։ Սակայն որ ես համոզմունքը իմ մեջ չի կարել կոտրվի, որ իմ ռոբոտներն շատ ավելի հզոր են, քան թե որոշակի բաներ, չեմ ասում բոլորը, որոշակի բաներ ինչ որ ընդ ցուցադրվեց, դրանում ներում բեկում չկա։ Ինչի համար։ Ես սրանից մոտ ամիս կես առաջ ուղի եթեր մտա մեր շատ նամակներ բան ստանալու պահով ստիպված նկարագրեցի, թե ինչ է իրանից ներկայացնում է սա ռոբոտը։ Հիմա էլ կարամ ասեմ, բոլոր տեսակի հրաձգային զենքերը տեղադրվում են սրանց վրա։ Սկսած զինվորի ինքնաձիգից վերջացրած ամենամեծ տրամաչափի գնդացիրը։ Մեր մոտ ամենամեծ տրամաչափի գնդացիրը դա 14.5 կալիբրի գնդացիրն է, որը պայթող փամփուշտներ է կրակում, զրահատեխնիկա, բան խփելու համար է դա։ Եվ 14.5 կալիբրի գնդացիրը ձեռքի վրից կրակել հնարավոր չի, իր իսկ ստանոգի վրից դաժե կրակելու ժամանակ 4 ստվոլ որ կա, չէ, ասենց շատ դժվար է նույնիսկ դրանով նշան բռնել կրակելը, սակայն մեր ռոբոտը իրան կարող է գրկի կրակի, ադաչա էլ չստանա։ Այս գնդացիրը, որ տեղադրում են դիրքերում, բետոնե հիմքի մեջ են դնում իր հենակը, որ կրակելուց կարողանան պահեն կրակեն, որ չընկնի։ Սակայն այս ռոբոտը մեր շատ հանգիստ իր գործն անում է սրա վրա։ Շատերն են զարմացել, այդ ինչ կոնստրուկցիայով ենք սարքել, որ նայում ես այդ փոքր երկաթի կտորը կարող է իրան վրա պահի ու շուրջը գա, բան չանի, հետ չեթա, նշան բռնի կրակի։ Սա ինչի համար եմ ասում, ես ինչի համար սկսեցի բանից ինքնաձիգից ու եկա ասա դրան։ Մեր զինվորը, այ հիմա որ ասենք պատերազմի կռվենք Թուրքիի հետ կռիվ լինի, մենք կռվենք, բան իսկ ասեն մենք երեխա չունենք, որ տանք այդ հա։ Հենց դրա մասին է հարցս։ Ես ձեր ռոբոտներից մի քանիսը տեսել եմ, հիացել եմ ու հասկացել եմ։ Ձեր ռոբոտներով լուծում եք մի շատ կարևոր գործառույթ։ Դրա մեջ է։ Պետք է հասկանան բոլորը, որ ես ոչ մեկի չեմ ասում ձեր երեխային տվեք, տանեմ թող զոհվի։ Ընդհակառակը։ Ես ասում եմ ձեր երեխայի կյանքը ես փրկում եմ։ Ամենակարևոր գործն է դա։ Ինքը իր ինքնաձիգը տալիս է ռոբոտին, խրամատից դուրս չի գալիս։ Պատերազմը այնպեսի բան է, որ խրամատի մեջ եղած զինվորը չի կարա հարցակման դեպքում գլուխն անի կրակի, կամ սնայպերիստ է կխփի իրան, կամ ռմբակոծության ժամանակ ասկոլկը կխփեն իրան։ Համել իր վրա կրակումն ինքը նշանառությամբ չի կրակում։ Այ ասեն զենքը բարձրացրած sense օդ է կրակում, իբր թե ես տեղ եմ։ Հետո գալիս իրան շրջապատում վերացնում են, կամ ռմբակոծում վերացնում են։ Բայց այս ռոբոտին դու տալիս ես քո զենքը, մի լավ թաքստոց ես գտնում քո խրամատի մեջ սարքում քո համար, մտնում ես այդ թաքստոցի մեջ, վերցնում ես
համակարգիչը քո ձեռը, նայում հատիկ 400 մետրի վրա քեզ մոտեցողին խփում ես։ Սա զինվորի պահով, որ զինվորը դառնում է օպերատոր։ Այսինքն ամեն զինվորին ես կցում եմ մի հատ ռոբոտ, նվեր եմ տալիս, որը շատ էժան է։ Մեր զինվորները այլևս պոստեր կայնելուց չեն ելնում հեռատակով, sense նայեն, որ դիպոկահարը որտից որտե տենա խփի իրան։ Իրա փոխարեն իր զենքով ռոբոտը այդ դիտարկումը կանի, իրանք փոխանցի բոլոր տվյալները։ Եվ այն ինչ որ ինքը չի կարողանա տեսնի շարժը մինչև 1 կիլոմետր հեռավորության վրա, ինքը այս ռոբոտը կտեսնի իրանը կհաղորդի, ասի ես իստեղը շարժ կա։ Մի հատ ուշադրություն դարձրած է զեկուցի հրամանատարությանը կամ եսի ինչ։ Եթե խփենել չեն կարողանա իրան խփեն։ Եթե դիպուկահարել աշխատի, դրոն աշխատի, իրան չեն կարող հայտնաբերեն, թե ինքը որտեղ է թաքնված, որ դրոնը գա պայթեցնի իրան։ Պլյուս դրան գնում ենք արդեն հետ մի քիչ։ Գնդացիրներն ենք տեղադրում վրան, որոնք արդեն այս իր խրամատից մի քիչ հետ տեղադրում ենք, որ գնդացիներով պաշտպանի եւ իր ռոբոտին, այս ռոբոտ գնդացիրը պաշտպանի ռոբոտ ինքնազիգին եւ կարողանան արդեն երկրորդ լինիա իրար մեջ ստեղծեն, մի քիչ մեծանում է ֆրոնտի գիծը ավելի ապահով։ Դրանից հետո էլ ավելի խոշոր կալիբրի գնդացիրն ենք դնում, որը պաշտպանում է տեխնիկայի մուտքը դեպի Իրան։ Մինչև երրորդ գիծ կարելի ասել։ Չորրորդ գիծ։ Դրանից հետո էլ ավելի մեծը կա 14.5 կալիբրը կա։ Այսինքն մի 100-150 մետրի վրա, 200 մետրի վրա մենք ստեղծում ենք 3-4 լինիա չերևալով։ Եվ այդտեղ կարա ընդհանրապես զինվոր չերևա։ Եվ զինվորը անվտանգ է մնում ամենակարևորը։ Զինվորը լրիվ անվտանգ է։ Այսօր ես արդեն ծրագիր եմ ուզում ներկայացնեմ կրթության նախարարության օպերատորների պատրաստման ծրագիր, որպեսզի ներկայացնեմ տնօրինությունը դիմի կրթության նախարարությանը, որպեսզի օպերատորների պատրաստման դասընթացներ մտցնենք մեր մոտ արտադասարանական, որ մեր աշակերտները ավարտելուց հետո բոլորը դառնան այս ռոբոտների օպերատորներ եւ ոչ թե միայն այս օպերատորներ, այլ SPV դրոնների եւ այլի օպերատորներ դառնան։ Դարը գնում է այդ պատերազմը։ Այո։ Իրանյան, պատերազմը ցույց տվեց, հիմա Ուկրաինայի պատերազմը ցույց է տալի, որ դարը գնում է դրան եւ ցավալին է, որ Ուկրաինան իսկ պատրաստած ռոբոտները իրան մոտ կատարելագործելը նույն բանն են։ Ու այստեղ ոչ մի շարժ։ Ինչ է ստացվում։ Մենք ունենք այն ամենը, որպիսի ստեղծենք եւ ունենանք գերժամանակակից ռոբոտներ։ Ուրեմն մենք ունենք այնպեսի գաղափարներ, այնպեսի մարդիկ, այնպեսի գյուտարարներ ունենք, որոնք նույնիսկ վախենում են իրանց տեղը ցույց տան։ Էս էլ ասեմ ձեզ։ Բայց թե մենք ունենք նաև մի հատ մեծ պատնեշ, որ այս ամեն ինչը չօգտագործվի։ Արգելում են մեզ այդ ամեն ինչը օգտագործել։ Ուրեմն այն ինչ որ պարադի ժամանակ ցույց տրվեց, ես լավ գիտեմ, թե ինչ դժվարություններով են տղաները հասել են ամեն ինչին, որ գոնե մի քանի հատ ոչ բոլորը ընդունվի բանակ։ Հասկանում եք, ես լավ գիտեմ ինչ տանջանք են տեսել այդ արտադրողները։ Պարոն Մաշյան, չեմ կարողանում հասկանալ, չենք ուզում մենք մեր բանակը վերազինենք։ Չենք ուզում, որ ժամանակակից չէ, որ գցում ենք աբսուրդ է, չէ։ Ես կարծում եի պետք է ինձ խաբար տան իմ ռոբոտներն էլ մասնակցեն այս պարադին։ Այդպես բան պետք է լիներ։ Հասկանում եք, ես կարծում եի իմ գետնային դրոնները պետք է երևար մեր ժողովուրդը տենար, տեսշանիկներն եք ցույց տալի, գետնային դրոնները։ Միգուցե դա լավ է ավելի, պարոն։ Ես կարծում եի, որ պետքա Սկորպիոնն էլ բերեին ցույց տային մեր ժողովրդին, որ տղերքը ստեղծել են։ Ես չեմ ասում, մեն չի, ոգևորեք ավելի լավ, ցույց չտան։ Ասենք, գիտեք ինչքան դժվար է, երբ որ մասնավոր սեկտորով ինչ որ բան է ստեղծում, անուն հայրենիքի, բայց միակ մխիթարանքը դրա մեջ է, որ գիտես, որ հայրենիքի համար, բանակի համար, զինվորի կյանքը փրկելու համար, երկիրը պահելու, ազատագրելու համար։
Պարոն Ղումաշյան, ես մեր հաղորդումների ներքո գրված մեկնաբանությունները կարդում եմ եւ այնտեղ այնպիսի հրաշալի ոգևորիչ հայրենասիրական խոսքեր են գրում ձեզ, շնորհակալություն են հայտնում, օրհնելով օրհնում են ձեզ։ Դա արդեն դրա վառ ապացույցն է։ Կարևորը դուք սիրված եք ժողովրդի կողմից։ Հա, ես մեռնիմ իմ ժողովրդի ջանին, էլի, բան չունեմ ասելու, բայց ախր այս ամեն ինչը պետք է արագացվի, ինչ որ խոսում եմ, պետք է արվի։ Ես վստահորեն ասում եմ մի բան։ Հիմա ինչ կասեն էլի սկսեց այս բիզեն գալով, արդեն բիզա են դրի անունը սխալաբար ես, այս բիզեն արդեն սկսեց գլուխ գովալ եւ այլն։ Դուք հոգով միշտ երիտասարդ եք, ասեք։ Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ ջան, ընդամենը 1-2 ամսվա մեջ մեր Հայաստանի սահմանները մենք կարանք ամուր պատներ սարքենք, ժամանակակից տեխնոլոգիաներով զինված։ Ոչ թե այն ձևի ինչ որ հիմա որ գնում ենք Գորիս, Սիսյանը անցեք ցախի վրա նայեք իշխանասիրի տակը երկրորդ լինիա է սարքել, ոչ թե այդ ձևի։ Հասկացեք։ Արդեն հասել ենք դրան։ Հասել ենք դրան արդեն ցավալի է, չէ՞, խաղաղություն է, հա։ Բա խաղաղություն է, տենում եք, հենց ճանապարհից 20 մետրի վրա արդեն երկրորդ լինիա է սարքվում, արդեն այնտեղ Արազդայանում 1 երասնում։ Այնտեղ էլ երկրորդը։ Պարոն Ղումաշյան, Ադրբեջանը բնավ չի թաքցնում, որի նպատակը Հայաստանի ոչնչացումն է։ Բնավ չի թաքցնում։ Համաձայն եք։ Ես համաձայն եմ, քանի որ այս վերջերս հայտարարություն եղավ Ադրբեջանից բարձր մակարդակով, իրանց նախագահի մակարդակով, որ հունիսի 16-17-ին Նախճեվանում տեղի է ունենալու Արևմտյան Ադրբեջանի ուրեմն գագաթնաժողով համագումար եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին պետք է այնտեղ արդեն մակահի բարձր մակարդակով սկսեն խոսալ։ Մենք այդ բաները ասում ենք, մենք խաբար չենք տեսանից, մենք չեն լսել այդ բան եւ չենք հակադարձում այդ ամեն ինչին թեկուզ միջազգային ատյաներում, որ նրանք հավակնություն ունեն մեր տարածքների վրա։ Մենք չենք խոսում նույնիսկ այդ ձևի, հասկանում եք, որովհետեւ վախենում ենք, որովհետեւ չգիտեմ, կամ պարտք ենք մենք իրանց, ասել ասեմ ձեզ։ Մենք ասելով ես նկատի ունեմ մեր ղեկավարությանը, կամ պարտք ենք մենք իրանց, որ չենք խոսում, չենք պատասխանում այդ կոպիտ ձևով չի պատասխանում իրանց այդ բանով, կամ մերոնք համամիտ են իրանց հետ, որ այստեղ 300,000 ադրբեջանցիներ կան եւ Արևմտյան Հայաստանի համաժողովը կայանա։ Պարոն Ղումաշյան, այդ մտքերը, որ գալիս է ձեզ մոտ, լսում եք դուք այդ թշնամի երկրի ղեկավարի այդ հայտարարությունները, ինչ եք զգում հոգով։ Նսեմացված եմ զգում ինձ, երբ որ իմ ղեկավարը չի չափալախում իրան այդ խոսքերի վրա։ Ով պետք է չափալախի։ Մեր ղեկավարը։ Եթե չի չափալախում, ով պետք է չափալախի։ Ուրեմն պետք է մենք չափալախենք։ Կարող ենք։ Միանշանակ կարող ենք, գրիկ ջան, էսի չես խոսում։ Հա, ես մի 20 հատ պատրաստի ռոբոտ ունեմ պահազամի։ Ասեմ քեզ։ Զենքը ճարելը դժվար չէ դրանց վրա դնելը։ Զենք ճարելու վարպետ ենք մենք մեր տղերքով։ Ինչի մասին է խոսքը, եթե եկավ այդ օրը հասավ դրան։ Քեթան կասնին կրվի դաշ զենքը ճարենք։ Անդադար նսեմացումներ, նվաստացումներ, վարկաբեկիչ խոսքեր, այդ Երևանը ձերը չի, Սևանը ձերը չի, էսա ձերը չի։ Դա ինչի վերաբերվում։ Նսեմացվողը թո մտածի։ Ժողովրդին էլ է ուղղվում։ Ժողովուրդը էլ մեղք չունի դրա մեջ։ Ոնց կարա ժողովրդին ուղղվի։ Ժողովուրդը ով է համաձայնը դրա հետ, ոչ մեկն էլ համաձայն չի։ Զոմբիներն են մերակ համաձայն։ Սենց ասեմ։ Հեսա թո հարցակվին, թո էլի հայոյանքները գրեն իմ հասցեին ինչ ուզում են գրեն։ Ավելի շուտ որ նայեք իրանց գրածները, մի շրիֆտով լրիվ բաները, այդ ինչա կոչվում կոմենտարիաները մի շրիֆտով է գրված, կոնե ֆայմեք մի տարբեր բաներ օգտագործեք, հա, որ իմանանք մարդիկ են գրողը։ Դեսպան իմանանք։ Ինչպես կարելի է հայ զինվորականին, իր կյանքը չխնայող մարդուն վիրավորանքներ գրել, այն էլ այս վիճակում, որ Հայաստանը այս վիճակում է 4 կողմից շրջափակված, թշնամին հոխորտում է, ադրբեջանցիների մուտք է պահանջում Հայաստան, Հայաստանում ընտրություններ են, Հայաստանի ղեկավարը ասում է, որ գործող ուժը չտրվի, պատերազմ է լինելու, դրա հավանականությունը տեսնում եք։ Նոր հավատք է դուրս եկել իմ կարծիքով։ Հավատացյալների մի նոր խումբ է դուրս եկել իմ կարծիքով Հայաստանում, աղանդավորների ավելի շուտ։ Մի նոր խումբ է դուրս եկել եւ ու քիչ չեն դրանք։ Ես ցենց եմ կարծում։
ու այդ աղանդավորների խումբը իրանց ղեկավարին, իրանց Քրիստոսն ունեն, իրանց ղեկավարն ունեն, բար լավ էլ լսում են իրան եւ իր ասածները կատարում են իրանք։ Ես այտենց գիտեմ, այտենց եմ հասկանում արդեն։ Ինչ է ստացվում, երկրորդ գալուստը եղել է, հա։ Չէ, ոնց կարա երկրորդ գալուստը լինի։ Բայց ինչ վերաբերում է, ես հիմա այտենց եմ կարծում։ Չէ, որ ասացիք իրենց Քրիստոսը ունեն, ես էլ դե իրանք մարդկարգեկան ասում է, ես Քրիստոս եմ, ես Աստված եմ, ես ինչ եմ։ Ես բաներն ա խոսում, մեծրոպ Աստվածը սխալ է, ես շատ եմ Աստվածն էլ ասում։ Չէ, որ մենք մի օր զարթնել ենք ու տեսել ենք, որ դառել ենք քրիստոնյա, չէ՞։ Այդպես չի։ Այդպես է եղել քրիստոնեություն Հայաստանում, ինչ որ մեկի կամքն է թելադրվել մեր գլխին ու մենք դարձել ենք քրիստոնյա։ Այդպես չի եղել։ Այդպես է եղել։ Բա ով է հակադարձումը դրան, որ այդ խոսքերի մեջ։ Դա չի կարելի։ Ինչ տեղ եք դրել մեզ։ Ես հայ եմ։ Ես հայի տեսակ եմ։ Ինձ այս ամեն ինչից փոխելու համար պետք է վերացնեք, որ կարողանաք փոխեք։ Լավ, ինչեր եք խոսում։ Ուրիշ ձև ես չեմ կարա այս երկրում Քավլիցի։ Այս երկրում ուրիշ ձև չեմ կարա ես այս երկիրը սիրեմ։ Ես այս երկիրը սիրում եմ, ես իմ երկիրը սիրում եմ իմ պատմությունով, իմ մշակութային արժեքներով, իմ պապերիս կանչով, իմ հիշողություններով, իմ հավատքով, իմ եկեղեցով, իմ Մասիսով, իմ Արցախով, ես այդպես եմ սիրում իմ հողուջուրը։ Ես այդպես եմ ապրում, շնչում ամեն օր։ Այս օդը, որ կարող եմ շնչեմ, դրա համար եմ կարող շնչեմ ես։ Դե իհարկե շատերը կան ուրիշ ձև են մտածում, ես ինչ կարամ ասեմ այդ հարցով։ Ովքեր էին դրանք։ Այդ ոնց այդքան շատացան դրանք։ Վախկոտներ են ուղակի երևի։ Աթոռներից կարճողներ են, գիտեն թե այսօր պաշտոն ունեն, թե մնա իրանց հավիտյան։ Նրանք ունեն գաղափար, հայրենի, եկեղեցի, սրբություններ։ Քանի ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյան, հետո եկավ Քոչարյան։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյան, չէ, Քոչարյանի ու Դեմիրճյանի ընտրության ժամանակ ես հայտարարություն արեցի, որ ես ընտրելու եմ Դեմիրճյանին։ Այդ օրը գիշերը մի 70 հոգի լցվեցին մեր տուն։ Լուրջ եմ ասում։ Բա դու հասկանում ես ինչ ես խոսում, սա ղեկավարությունը կողմը Քոչարյանին, դու Դեմիրճյան ես բալետ անում բան, ասի դա իմ կարծիքն է եղել, ասի ինչ եք ուզում ասի դրանից։ Ինչ ուզում, եկերեք ստե ինչի մար։ Թողեք գնացեք իմ տնից, վերջ։ Իմ կարծիքն է։ Այսօր էլ իմ կարծիքը ես իմ մեջ եմ պահում, ես չեմ ուզում քո գեղեցիկ տաղավարը քաղաքականա, գրիչ ջան, բայց ես ասեցի մի բան, Հակա Սաֆարովյան ծրագիրը իմ համար ընդունելի է։ Եղավ։ Այսինքն այդ ծրագիրը ում որ ընդունել է, իմ ջանս ես մի բան ասեմ։ Բոլորին պետք է կացին տանք, ով որ համաձայն է այս ծրագրին, որ տանց գլուխները ջարդենք։ Այդ Սաֆարովի նմանների գլուխները կացինով որ ջարդենք, սկսած մինչև իր մեծ ղեկավարը։ Եվ Սաֆարովա սերների գլուխները պետք է այդպես։ Բայց ես չհասկացա, այդ մարդը Գուրգեն Մարգարյանի 13 հարվածով սպանեց, եթե չեմ սխալվում, 13 հարված ա տվել քննաստեղ կացինով։ Իրան դատում են ցմա Ալիևը գումար է տալի, առնում տանում է իր մոտ։ Ազգային հերոս։ Ազգային հերոս է տալիս։ Ոնց հասկանամ եմ։ Ինքը այս մարդասպանին, հա, այն էլ ՄԱԿ-ի, ինչքան հիշում եմ, ՄԱԿ-ի, հա, ՄԱԿ-ի չէ, ՆԱՏՕ-ի զորավարժությունների դասների ժամանակ է եղել այդ ամեն ինչը։ Այդ ժամանակ մարդը սպանի Գուրգեն մարդը չէ, ստարապես սպանի Գուրգեն Մարգարյանին տանեն իրան տան հերոսի կոչում, իսկ մեր մոտ հերոսներին շանորը գցեն, հա։ Վարկաբեկ են, ինչ ասես ձեր ասածով գրեն իրանց հասցեին, հա։ Դու դու ով ես, դու ինչ ես արել, դու որտեղ ես կռվել։ Այնա քանի օք են տղերքից նստած հիմա։ Ինչի համար, որ կարծիք են արտահայտել դրա համար։ Հետո կամ էլ ինչ է նշանակում մարդը իր կարծիքը, եթե ուզենա արտահայտի, միանգամից ասեն դու ով ես, ու ֆաս, դրանք շներ են, որ ֆասի պատրաստ սպասում են
ֆասով արձակվեն մարդկանց վրա։ Ձեր վրա են հարձակվում։ Դե ասեմ ես, ինչա որ ես խոսում եմ հիմա այս մեր արժեքներից, հեսա կհարձակվեն, տենաս։ Հեսա կհարձակվի, եկեղեցու անուն տվեցի, Մասիս Սարի անուն տվեցի, բա ո՞նց չեն հարձակվի։ Չեմ կարծում եմ մեր հետևորդները այլ ավելի խելամիտ են, ողջամիտ են եւ ունեն հայրենիքի եւ եկեղեցու վերաբերյալ շատ վսեմ արժեքներ։ Ախր հայրենիքը բոլորի համար պետքա մեկը լինի։ Այո։ Բոլորը պետքա հասկանան ինչքան ավելի կարևոր է հայրենիքը, քան թե աթոռը, քան թե ծանոթը, բարեկամը կամ մյուսը։ Պարոն Ղոմաշյան, Ալիևի այս վերջին հայտարարություններից կարող եք եզրակացնել, որ խաղաղությունը միֆ է եւ նա պատրաստվում է պատերազմի։ Միանշանակ ես ասում եմ, այստեղ խաղաղություն չկա։ Պատերազմի է պատրաստվում։ Պարտադիր։ Եթե չէ, ուրեմն պետք է 300,000-ը գանստեղ ապրին։ Իրանց ոստիկաների, իրանց այն զորքի, պաշտպանող զորքի, իրանց ոչ թե պաշտպանող զորք ունենան, ոստիկաններ ունենան իրանց պաշտպանող, իրանց որ բանասող չլինի, թե ինքը կասի ես չեմ վստահի քո ոստիկաներին, իմանք պետք է կան իրանց պահեն, չեմ վստահում քո բանակին, իմանք պետք է կան սրանց անդորը պահեն այդտեղ։ Եվ որ գյուղերում բնակեցնեն, այնտեղ պետք է լցնեն իրանց զորքերը։ Այդպես պետք է լինի, այսինքն Հայաստան պրծավ։ Եթե հիմնական նպատակն է Զանգեզուրն է, ուրեմն Զանգեզուրը տվինք իրանց։ Չի մասնա խոսքը։ Թրիփն է չի փրկի այլևս։ Ինչ թրիփ է։ Ոչ էլ Թրամփը։ Ասենք Թրամփը եթե փրկող լիներ, Թրամփը તો իրան փրկի։ Թրամփի միակ նպատակը, որպեսզի այստեղից Իրանին ճանապարհը փակի, Իրանին նեղի։ Միակ նպատակը իր հետ է։ Այդ պատերազմից որպես զինվորական ինչ հասկացաք Իսրայել, Ամերիկա, Իրան պատերազմը ինչ ցույց տվեց տարածաշրջանում։ Ցույց տվեց, որ տարածաշրջանում չգիտեմ, բայց մենք պետք է հասկանանք, որ եթե մենք Պարսիկի թասիբը ունենանք, ոչ մեկը մեզի չի կարող հաղթատես։ Մենք էլ ենք արիացի։ Ինչ ձևի արիացին իրանք են, մենք չենք, մենք խառնուրդ ենք դարձել ուրեմն։ Այ արիացիները ոնց պահեցին իրանց էլեկտրոցանցերը, իրանց կամուրջները, մեր ու մանուկ էլ այն շրջապատին այդ հայտարարությունից հետո որպեսզի չխփեն իրանց այդ անվտանգությանը։ Այդ դրանք են ժողովուրդը։ Իսկ մեր մոտ ինչ է, բարո Արցախը, որ մենք էլ ենք այդպես։ Միայնակ դուրս էին եկել աշխարհի ամենաուժեղ մարտունակ եւ գերհզոր զենք ու զինամթերք ու հաղթեց։ Հիմա տենումա ճար չկա, ուզում է Հայաստանի կողմից այդ իր ճանապարհը փակի Իրանի, CS կողմից էլ բրոկադայի մեջ իր զորքերն է ուզում բերես, թե որտեղ ցամաքային պատերազմ սկսելու նպատակ ունի ինքը նորից դեռ։ Իսկ ցամաքային պատերազմը Ադրբեջանում Իսրայելը ունի իր բազաները, այն կողմից ՆԱՏՕ-ի զորքերը կլցվեն գետա Թուրքիան այնտեղ է, ըստ մնում է միակ տեղը Հայաստանը, որ Ռուսաստանին, Չինաստանին ստեղից զրկեն, Իրանին նորից կարենան հաղթեն։ Բայց այդտեղ Իրանի նավթի կռիվն է եթում այնտեղ, ինչի կռիվ է եթում ուրիշ։ Պարոն Ղոմաշյան, վերջերս Իրանի հետախուզությունը հայտարարեց, որ ունեն հստակ տվյալներ եւ փաստեր եւ անգամ տեսագրություններ, որ իսրայելական ԱԹՍ-ները Հերմես կարգի եւ ոչ միայն վերալիցքավորվել են ադրբեջանական տարածքում եւ հստակ ասվում է, որ ադրբեջանական օդը օգտագործվել է Իրանի վրա հարձակման համար Իսրայելի կողմից։ Իրանը չի հասկանում, որ Ադրբեջանը կոնկրետ Իսրայելի ռազմաբազան է եւ ինչից ելնելով հարաբերությունները չի փորձում ել ավելի լրջացնել, այնինչ երկում հանդիպումներ են ունենում։ Դե իմ կարծիքով, քանի որ Իրանում շատ քան թվով ադրբեջանցիներ են ապրում, դա էր պատճառը։ Երևի թե պատճառն է դա, որպեսզի ներքին ուրիշ հարցեր չլինի այնտեղ եւ չմոռանանք մի բան, որ Իրանը, հա, Իրանի ադրբեջանցիների միջոցով այս Ադրբեջանում եկել լցվել են իրանք, որ այսօր Ադրբեջանա կոչվում։ Այսօր Ադրբեջան ազգը որ կա, դա Իրանի ադրբեջանցիների ատրպակտական, հա, ասում են իրանց միջոցով է, որ այդ անունն եկավ եւ 37 թվականին նոր որոշում կայացավ, որ այդ տարածքները, որ տրվել էր դրանց թաթարներին, թուրքամետ այդ թուրքալեզու ազգերին, որ կոչվեր Ադրբեջան 37 թվականին նոր եղել է, բայց այսօր դուք տեսեք այս կարճ ժամանակահատվածում
իրանք դարերի խորքից եկած պատմություններ են արդեն հորինում իրանց վրով, չգիտեմ, իրանց մշակութային արժեքներն են դարերի խորքից բերում ստեղ բանանում, նույնիսկ հայտարարություններ արել, որ Մոսկվան կառուցողը եղել է ադրբեջանցի, չգիտեմ ինչ ճարտարապետ, այսինքն իրանք ի վիճակի են նման քարոզներ։ Չինական պատի մեջ էլ կան իրենք։ Սակայն հարցը գիտեք վտանգն ինչու մնաց այդտեղ։ Իրանք այն ինչ որ անում են, իրանց փոքրից երեխաների մեջ դաստիարակում են այդ ամեն ինչը, մտցնում են այդ սուտը դառնում է իրականություն իրանց հասարակության համար։ Եվ իրանք կդառնան արդեն իրանց պատմության պաշտպանները մեծանալով։ Մեր մոտ քանդելով դպրոցում հոգեբանությունը, պատմությունը, որնատակ անելով մենք ասում ենք այս իրական Հայաստանի մասին ենք մենք։ Հայոց պատմությունը, հայոց եկեղեցու պատմությունը։ Սա հանվավ մեր մոտ դպրոցներից, թողնվել է այս իրականացին 18 թվից էսյան ինչ որ ունենք մենք այդ մասին պետք է իմանանք, նոր մեր երեխեքին սովորեցնենք այս պատմությունը։ Մեր երեխեքը իրավունք չունեն ուրեմն ոչ իմանան միլիցիոնան համաձայնագիրը ինչ բան է, ոչ իմանան արևմտյան Հայաստանը, Ղարսը, Մուշը, Էրզրումը, Անին, դրանք ինչ երկրներ։ Այդ թվում նաև արդեն Արցախը։ Արցախը արդեն եւ Նախիջևանը, ամեն ինչը պետք է մերոնք անուն չտան, դրանք բոլորը եղել են թուրքական, մերը չի եղել։ Ոչ էլ հայերեն։ Մերոնց սովորացնում են էսենց հիմա։ Իսկ իրանք լետեսեք ինչեր են սովորացնում։ Գանձասարն էլ է իրանց եղել։ Դադի վանքն էլ է իրանցը եղել, ամառասն էլ է իրանցը եղել։ Այն ինչ որ իրանցը չի եղել, քանդում են, վերացնում են, չկա։ Քաստիճանաբար իրանք մեր արժեքները ասենց քանդելով, վերացնելով, թուրքացնելով տարածքները, ոնց որ այսօր Ջուֆայի խաչքարների մասին էլ ոչ մեկ չի հիշում, չի խոսում, վաղը չեն խոսա արդեն մեր այն արժեքներից, այն հիշողություններից, ինչ որ ունենք Արցախում։ Դրա համար մեզ ինչ է անհրաժեշտ այսօր։ Գիտես, ես մի բան գիտեմ, Գրիգ ջան, այսօր մեզ պետք է որ հայեցի ղեկավարություն ունենանք։ Այսօր մեզ պետք է մեր երկիրը, մեր հողու ջուրը, մեր պատմությունը, մեր հավատքը սիրող ղեկավարություն ունենանք։ Մեզ էտա պետք։ Ես ուրիշ ձև չեմ, մեզ փրկություն է պետք մեզ, ես չգիտեմ։ Դուք տեսնում եք մեր փրկությունը։ Չեմ տենում, որովհետև ես կռիվն էլ ես, օրինակ վաղվա ընտրությունները, որ անցկացվելու է սա, դա մեր ժողովրդի ընտրությունը չի լինելու, դա գերտերությունների ընտրությունն է։ Բա ինչ է սպասվում մեզ։ Մեզ դա Աստված այն ինչ որ ես մտածում եմ, դա չսպասվի մեզ։ Եվ չարտահայտվեմ այս մասին, էլի, չգիտեմ։ Վախենում եմ բերանը սպասեմ, թե ինչ է սպասվում։ Եթե նայած ով գաղթի գերտերություններից այս ընտրություններում, տենում եք, արևմուտք, արևելք կռիվ է եթում Հայաստանի համար։ Էդ ամբողջ քարոզարշավն էդ է։ Արևելք ու արևելքը, բայց մեկը չի ասում Հայաստանը։ Մեկը չի ասում իմ երկիրը, իմ փրկությունը։ Ես ասում եմ մի հատ լավ բան է իմ մեջ մնացել։ Հակասաֆարովյան ծրագիր, այդ իմ մեջ տպավորվել է։ Դուք միշտ մեր հաղորդումներում շատ մարտական եք եղել, Գնդապետ ջան, շատ լավատեսական եք եղել եւ շատ իրատեսական։ Ես ուզում եմ ձեր զինվորականի պինդ խոսք ասեք մեր հայրենակիցներին, մեր բարեկամներին։ Զինվորականի խոսքով, եթե էլի ես հիմն ասեցի ռոբոտների միջոցով, մեր բանակի զորացման միջոցով, որ ի վիճակ ենք այդ ամեն ինչ անելու, կռվի վրով ես կարամ ասեմ մենք հաղթող ենք, ասենք չկա դրամ, բայց ասենք այս քաղաքականությունը իմը չի, որ ես խորանամ ստրա մեջ էլի, որովհետև դրա համար չենք խոսում։ Հա, որովհետև ասենք ուզես չնայած գիտես ինչ կա, ախր հետաքրքիր բան է։ Ես որ սրանց քաղաքականությունները ուր, բայց բարձ ասեմ, ուզես չուզես բոլորի օջախները մտել է այս ամեն ինչը։ Այդտենց է։ Էնի այնա գոռում, սաղ ճիշտ են։ Ծրագիր չեն ներկայացում, էլ իրար քլնգում են, իրար գլուխ են ջարդում, իրար առուզի վանդակ են գցում ես։ Ծրագիր ներկայացրեք, որ հասկանանք ինչ է։ Մեկ երկու հոգի կա ծրագիր ներկայացնող, ուրիշ չկան։ Եվ վերջում ձեր խոսքը մեր հայրենակիցներին, որոնք ապրում են թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս,
Համեցեք։ Ժողովուրդ ջան, ես ասեմ, այսքան խոսեցինք, բանարեցինք, բայց իմ տեսակետը հետևյալն է, որ մենք պետքա միասնական ձևով, որպեսզի միասնական ձևով ունենանք, պետքա Հայաստանում վերականգնվի պարտադիր Սփյուռքի նախարարությունը, որ ես կարողանամ իմ ամբողջ ժողովրդին ասեմ, որ մենք միասնական ձևով պետքա պայքարենք մեր երկիրը պահելու համար, հզորացնելու համար, ընդլայնելու համար։ Դպրոցներից պետքա սկսենք գանք հասնենք մինչև, ասենք, բարձր մակարդակի, որ կարողանանք հասնենք այդ ամեն ինչին։ Եվ ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Հույսներ, այո, հույսը կտրել երբեք պետք չի եւ խափնվել երբեք պետք չի, դա էլ ասեմ ձեզ, հարկավոր է ուժեղ հոգուտեր մնանք, էլի։ Ոնց էին մեր պապերը, չէ՞, ամեն մեկը եւ Սփյուռքում եւ այստեղ մտածեք, հիշեք ձեր պապերին, ինչ մարդիկ են եղել։ Նրանց ամեն մեկի բազուկը, ասենց որ մոտ խփեր գետինը կճակեր ախր։ Այդ ձևի պետք է տանք։ Ոչ թե բերենք ոնց են ասում, ոնց են կոչվում դրանք միասեռամոլներին, բերենք լցենք ստեղ, ոչ թե բերենք լցենք ստեղ ախարախ որ խոսամ, հեսա կասեն ստրանապայես, չի լում էդ, դրա համար ընտրությունա դեմը չեմ կարող խոսամ։ Սենց բանը կա էլի, բանակից խոսանք։ Ալիևին իր տեղը ցույց տալու ենք։ Ալիևի հերն ենք անցելու, ոչ թե տեղն ենք ցույց տալու, էլի ախար։ Դու Ալիևին էլ, Ալիևի կնգանն էլ, Ալիև պահողին էլ, Ալիևի հետ ախբերություն անողին էլ։ Այս էս կարող ասեմ ուղղակի։ Ի վիճակի ենք ու կարող ենք։ Դե Էրդողանն էլ հետը։ Ոնց ի վիճակի չենք, չեմ հասկանում։ Դու ի վիճակի ենք, ոնց ի վիճակի չենք, ախրելի եմ ասում, այդ ի վիճակի չլնելս որն է, իմի կասենք բանակ չունենք։ Դա որ բանակ չունենք, եք ոգևորվել պառադով։ Եվ ունենք հազարավոր, 10,000-ավոր եւ 100,000-ավոր խիզախ տղաներ, որոնք ոչ միայն սահմանին կանգնած, այլ նաեւ տարբեր վայրերում պատրաստ են իրանք, ինչի մասին է խոսքը։ Պատրաստ սպասում են բոլորը։ Կարող ենք իր տեղը ցույց տալ, ճիշտ է։ Ախր իմը sense է, ես ուժեղ տղաներ են մեզ, ես ընդամենը որպես մի հատ անհատականություն այսօր իմ Տիգրան Մեծի տղերքը մոտ 630 հոգի զորքը սահմանապահում մին կազմակերպած վիճակով այդքան մարդ սահմանապահում ելնում են մեր դիրքերն են պահում իջնում են իրանք սմենով չնչին աշխատավարձով հասկանում եք էդի մենակ ես որ այսքան մարդկանց անել ենք ոտի գալիս են էթում են մեր երկիրը պահում բայց դու պատկերացրեք քանի հատ ինպես տղեր կան հա բաներ կան որ պետք է պահվի հետո տես հելի էլ չեմ ասում թե որքան խենթ ու խիզախ տղեր կան դրսում Ամերիկայում Եվրոպայում հետ գալու Հայաստան եւ ոչ միայն եւ ցանկացած բանի նրանք վարկյան պատրաստ են գալու պարտադիր այդ էնց է Գրիգ ջան էտա Աստված չանի որ պատերազմի կապակցությամբ կան բայց ամեն դեպքում ուժեղ է նրանց մարտական ոգին էլ բարձր է Բայց ես ասում ես ու ես հիշում եմ տղերքին էլի այդ մեր դասի տղերքին եմ հիշում Պատկերավոր եմ ասում Բայց եմ ասում թե ինչ տղերք են էլի անդրանք Ես ուղղակի էլի եմ ասում թողների ինձ ժողովուրդը որ ես շատ չեմ կարող խոսամ չստացվի անկախ ընձնից ոնց խոսում եմ ուղիղ մեջ մի քիչ հետում ես ամսի 7-ը էլի ամենայն անկեղծությամբ եմ ասում ամսի 7-ին խփենք Ալիևի մռութը ջարդենք Այս եմ ուզում ասեմ ես խփենք Էրդողանի մռութը ջարդենք թույլ չտանք Հայաստանը թրկանա այսքան բան կարամ ասեմ ժողովուրդ ջան ձեզի ուրիշ բան չէ իմ ուզածն է դա Հայաստանը չի թրկանալու եթե թրկացավ այ կռիվը այդ վաղ մենք կսկսենք հաշվի առեք թուրքը ոտ դրեց Հայաստան պետք է մեռնի իմ ասածն է դա թուրքը չի կարա մեր հողու ջրի վրան մանգա ոնց որ մի ռիսկ չեն անում Արցախում իրանք գնան բնակվեն ռիսկ չեն անում որտեղ վախենում են ուզում այդքան տանջվում Ալիևը որ տանեն դե բնակեցնի իրաց չի կարող նույն ձևից դե չի կարա ինքը ոտ տնի այնպես կանայտանան այնպես կվերանան որ ասելու չէ էտա ոնց կարա թուրքը գա ստեղ ապրի տեղ տանք գա մեր հետ ապրի այդ չեղած բանա
Ամեն ինչ ասեցիք շատ հստակ, ուղիղ եւ շատ բովանդակությամբ։ Էդ է իմ ասածը, ուրիշ բան չկա։ Գնդապետ ջան, հոգաչափ շնորհակալ եմ։ Ձեզ այդ ամեն հանդիպում եւ հաղորդում ինձ էլ է մեծ դրական էներգիա տալիս եւ երբ անձամբ եմ ճանաչում ձեզ եւ անձամբ գիտեմ ձեր կատարած աշխատանքի մասին, թե դուք ջանք ու եռանդ չեք խնայում ամեն ինչով Հայաստանի սահմանները ամուր պահելու համար եւ ամեն ինչ մտածում եք յուրաքանչյուր հնարամտության դիմում եք, որպեսզի զինվորը հնարավորինս անվտանգ լինի։ Իմ գործն է դա, ու ես դրանով էլ շարունակելու եմ, զբաղվելու եմ, թող մեր ժողովուրդը իմանա, որ 100%-ով մենք մեր բանակը հզոր պահելու ենք։ 100%-ով։ Ես զորահանդես չեմ ցույց տա, մյուսը ցույց չեմ տա, բայց ես ասում եմ մի բան, մենք հզոր ենք, ժողովուրդ ջան։ Ու ես ուզում եմ նորից շնորհակալություն հայտնեմ իմ ընկերներին, որոնց, ասենք, զինատեսակներից դու տեսակ այդ գրադը, իմ գրադը, ընկերոջը անունը չեմ տա, ես իր անունը գրադ եմ դրել։ Քանի տարի է տանջվավ մարդը իր իսկ այն բաներով, հա, միջոցներով մինչև ապացուցվեց, խնդրվեց, զորով, շարով, մինչև բերեցին, այդտեղած ընդունեցին դժվար բաները։ Շատ դժվար է այս ճանապարհն անցնելը, հավատացեք ինձ էլի։ Այսօր ադրում էլի շատ ու շատ բաներ կա, որոնց չի ցուցադրվել, ճիշտ արվել, որ չի ցուցադրվել, դա էլ ասեմ ձեզ։ Ես ցանկանում եմ մեր մոտ հույսներս դնենք, մեր վրա զարկ տանք ռազմաարդյունաբերությանը մեր մոտ եւ արտադրենք այնպեսի բաներ, որ իրոք աշխարհը չունի։ Աշխարհը չունի, ու մենք կանենք դա, համոզված եմ ես դրանով։ Դուք տեսնում եք կարևորը։ Միայն մեր ղեկավարությունը վաղը ամսի 7-ին ով կլինի ղեկավար, միայն ցանկանամ։ Ցանկությունն է պետք։ Ցանկությունն եղավ, սա կլինի։ Հոգաչափ շնորհակալ եմ, Գնդապետ ջան։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ առողջություն եմ մաղթում եւ ձեր գործերում, ձեր բռնած գործերում հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ ես էլ Գրիգ ջան, ստեսություն բոլորիդ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս Տիգրան Մեծգնդի հիմնադիր հրամանատար, Արամած Ջոկատի հրամանատար, Տիգրան Մեծ վարժարանի հիմնադիր, Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, Գնդապետ Կորյուն Ղումաշյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։ Այո։ Թուրքը ոտ դրեց, Հայաստան պետք է մեռնի։ Ալիևի Բերյանի լեզուն ով պետք է կտրի։ Մենք, իմ տեսակը, մեր տեսակը, ամսի 7-ին խփենք Ալիևի մռութը ջարդենք։ Այս եմ ուզում ասեմ ես։ Ձեզ փորձեցին խանգարել, որպեսզի այդ զինվոր սահմանապահները չտեղակայվեն սահմանին։ Այս զորահանդեսը որ տեղի ունեցավ, ես կրկնակի, եռակի, քառակի անգամ համոզվեցի, որ իմ ռոբոտները հզոր են։ Այն ադրբեջանցին, որ աղջկան մոր աշկի առաջ բռնաբարեցին, հետո սպանեցին, երկսին է չտեսակ էդի, նսեմացված եմ զգում ինձի, երբ որ իմ ղեկավարը չի չափալախում իրան այդ խոսքերի վրա։ Ով պետք է չափալախի։ Մեր ղեկավարը։ Եթե չի չափալախում, ով պետք է չափալախի։ Ուրեմն պետք է մենք չափալախենք։ Կարող ենք։ Միանշանակ կարող ենք, Գրիգ ջան, էսի չես խոսում։ Խփենք Էրդողանի մռութը ջարդենք, թույլ չտանք Հայաստանը թրքանա։ Այսքան բան կարամ ասեմ ժողովուրդ ջան ձեզի։ Ակցրեց էլի այդ իրաց 300,000-ի մուտքը դեպի Հայաստան։ Վախենում եմ Բերանը սպասեմ, թե ինչ է սպասվում։ Ալիևին իր տեղը ցույց տալու ենք։ Ալիևի հերն ենք անցելու, ոչ թե տեղն ենք ցույց տալու, էլի ախալ։ Էլ դու Ալիևին էլ, Ալիևի կնգանն էլ, Ալիև պահողին էլ, Ալիևի հետ ախբերություն անողին էլ։ Այս էս կարամ ասեմ ուղղակի։ Ի վիճակի ենք ու կարող ենք։ Դե Էրդողանն էլ հետը։